Ինքն ասում է, որ 2 տարի հետո, որ ինքը կգա իշխանության, այդ կբացահայտի, հայ ժողովուրդն էլ պոպկորն ուտելով կարող է այդ ամեն ինչին հետևել։ Պատասխանս ինքը իշխանության չի գա։ Ինքը իշխանության չի գա ու ասենք Ռոբերտ Քոչարյանը, Կիմ Չին Իրը, ասենք ասում է, որ չգիտեմ, Կորեայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի չեմպիոնն է։ Ու կորեական տիեզերանավը իջել է արևի վրա։ Ու Կորեայի ժողովուրդը հավատում են։ Ու հավանաբար Ռոբերտ Քոչյանի ու այդ կարգի լիդերների մեջ քիմիա կա։ Ինքը խոստովանել է, էլի, ու այդ մոտեցումների կողմնակիցն է ու այդ մոտեցումներն է կիսում։ Այսինքն այդ այնքան անլուրջ է։ Ավելի անլուրջ բան ասել, որ ասենք այո, Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա կա, բայց կոռուպցիայի նման մասշտաբ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը 2 միլիարդ ունենա, այն էլ այս տարիների ընթացքում, այդ չգիտեմ, տնտեսագիտական մտքի տիտան պիտի լինես, սուպեր տաղանդավոր, որ կարողանաս նման բան անել, նույնիսկ լուրջ քննարկման թեմա չի այդ բանը։ Իսկ այն, որ ինքը 200 միլիոն տարել է, հիմնավորված կետերով դրել են, որ այսքան 200 միլիոն տարել ես։ Ու այդ 200 միլիոնի ցանկը, որ նայում ենք, ասենք, 100 միլիոնը ինչը հաշվել էին մաքուր գումարով, այստեղ էլ խնդիր է առաջանում։ Միայն պետական պաշտոններ զբաղեցնող մարդը դառել է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը այն տարիներին, որ ինքը պաշտոնավարել է։ Ու իր թիմակիցը գալի մեզ ասում է կոռումպացված, ինձ ասում է կոռումպացված, մանկապարտեզված շինարարություն անող, այս բերում է նրան, որ որոշակի մարդկանց ներվերը չի դիմանում ու նման միջադեպեր են լինում։